Աշխատավարձները չեն բարձրացնում, խնայողությունների հաշվին մեր միջին աշխատավարձից ցածր բարձրացություն ունեցող մի քանի հազար աշխատակիցների սոցիալական վիճակը փոքրինչ գործատուի կողմից բարելավելու համար սոցիալական ծրագրերի ու պարգևաճարների միջոցով փորձում ենք մոտարկենք միջին աշխատավարձին, մինչև որ սեփականության ձևի փոփոխությունը կլինի եւ պետականացումից հետո միայն կարողանանք դրույքաչափերի վերանայում անել։ Պետրոսյան, այս օրերին մամուլում խոսակցություններ տարածվեցին։ Հաշվին եք բարձրացումները։ Դա ժողովրդի հաշվին է։ Հանրային ծառայությունների կարգավորման տիրույթում է գործում ընկերությունը։ Պարոն Պետրոսյան, այս օրերին մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ դուք գուցե հետի ղեկավարի պաշտոնից ազատագրման նշանակվեք։ Օրենքի ուժով եմ ես նշանակված եւ վարչական ակտով միայն պիտի իմ լիազորությունը կասեցվի, իսկ նման վարչական ակտ սպասում է նոր լիցենզիայի տրամադրման պահին, իսկ նոր լիցենզիայի տրամադրում տեղի կունենա այն դեպքում, երբ պետականացի վերջնական եւ 100% բաժնե տոմսեր անցնեն պետական սեփականության։ Պարոն Պետրոսյան, դատարանը օրինակ արձանագրեց, որ այն խախտումները, ինչ որ դուք նշել եք, նման բաներ չկան։ Ինչու եք նման բան ասում։ Որտեղ է գրած որ արձանագրեց։ Խնդրում եմ ձեր հարցը ձևակերպելիս կարդացեք վճիռը։ Օրինակ որ ասում եք ջնջվել են որոշ տեղեկատվություններ։ Ես չեմ ասում, դա փաստ է, բայց դատարանը նման բան չի արել, որ նա խախտումներ չկա։ Պարզապես 6 հիմնավոր պատճառներից մի մասը վիճարկվել է, մի մասը մնացել է ուժի մեջ, հիմա ՀՑԿՀ-ն իր կողմից է վերաքննիչ դիմելու եւ սեփականատերի ներկայացուցիչները իրենց կողմից, բայց հիմնավոր պատճառների մի զգալի մաս, որոնք ուղիղ ազդեցություն ունեն լիցենզիայի զրկմանը, բնականաբար ուժի մեջ են, դատարանը ինքը դա եւս ճանաչել է, դրանք անփոփոխ թողնելով։ Պարոն Պետրոսյան, իսկ ներդրող գտակ ով է գնելու հեծը, թե պետական։ Դա իմ լիազորություններից դուրս այս բան, նման դիսկուրս այս բան չկա։ Չեմ կարող ասել դա կառավարություն սեփականատեր բանակցությունը տիրույթում է, ես այդ մասում լիազորված չեմ։ Օրինակ, պարոն Ղազինյանը ասում էր հանձնում ընդունում չեք արել, ընդամենը 2 օրվա հարց էր, որպեսզի Դա շատ անհեթեթություն է, նման ձևաչափ նախատեսված չէ որևէ փաստաթղթով, որևէ ընթացակարգ նման նատիպ նախատեսված չէ։ Ես նշանակվել եմ օրենքի ուժով, իմ լիազորությունը կկասեցվեն նոր լիցենզիա տրամադրելու պահից դարձյալ օրենքի ուժով վարչական ակտի համաձայն